Անշարժ գույք հիմա արժի գնել, թե ավելի լավ է սպասել, արժի վաճառել, թե ավելի լավ է էլի սպասել։ Անշարժ գույք ընտրելը դա շատ լուրջ աշխատանք է։ Ինչ կապ ունի անշարժ գույքի շուկան ընտրությունների հետ։ Այն նախագծերը, որոնք որ առանց թերությունների հանձնվել են, դրանց մասին շատ քիչ է խոսվում։ Ինչու պետք է դիմել բրոկերներին։ Իրականում տարբեր արտոնություններ կան մեր երկրում, որոնք մենք չենք նկատում, բայց մարդիկ կան օգտվում են։ Էլ ինչն է ազդում անշարժ գույքի գնի վրա։ Տնավարի ասեմ է, որ ախպեր ջան, ընկեր ջան, մենք խնդիր չունենք իրար հետ։ Եթե դու հաճախորդ ունենաս, անկեղծ իմանաս, որ տվյալ նորակառույցը խնդիր ունի, կասես հաճախորդին այդ մասին։ Սեփական տերը չէր կարող այդքան տարի այդ մարդկանց հանել։ Իդեպ ես շատ գոհ եմ։ Ընտրություններից մի քանի ամիս առաջ միշտ տնտեսությունը կարծես թե կանգ է առնում։ Բոլոր ոլորտներում մարդիկ սառած սպասում են, թե ինչ է լինելու։ Ողջույն, այսօր զրուցելու ենք անշարժ գույքի շուկայի մասին, բնակարան գնել, վաճառել, թե սպասել ընտրությունները անցնեն նոր, այս եւ մի շարք այլ հետաքրքիր թեմաներից։ Մինչեւ իմ հյուրին ներկայացնելը բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, մեկնաբանություններ գրեք, ակտիվ եղեք, աջակցեք մեզ Patreon համակարգի միջոցով։ Այսօր իմ հյուրն է Silver Rea անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը։ Ողջույն Անդրանիկ։ Ողջույն Անիջան։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիր եւ հյուր եկար։ Ամենաառաջին հարցը՝ ինչ կապ ունի անշարժ գույքի շուկան ընտրությունների հետ։ Տարբեր մարդիկ տարբեր կերպ են կապում այդ իրադարձությունների հետ, կարծում եմ շատերը այլ ակնկալիքներ են ունենում, առհասարակ ես որպես մասնագետ չեմ կապում ընտրությունները շուկայի աշխուժության հետ, բայց կան տարբեր շրջանակներ, ովքեր կապում են, մարդիկ, ովքեր ունեն տարբեր բիզնես պլաններ կամ նպատակներ, կախված այս կամ այն քաղաքական թիմերի հետ, եւ կարծում եմ բնական է, նորմալ է, որ կապեն։ Այսինքն ազդեցություն ունենում է, որովհետև մենք երկար տարիների փորձ ունես անշարժ գույքի ոլորտում եւ ինքդ էլ նկատած կլինես տենդենսը, որ ընտրություններից մի որոշ ժամանակ առաջ կարծես բոլորը սպասողական վիճակի մեջ են։ Եթե բնակարան ունեն վաճառելու սպասում են, ես օրինակ չեմ կարողանում հասկանալ ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ քաղաքական process-ը։ Տեսեք, հիմնականում այսքան օրինակ ես 15 տարի է ոլորտում եմ աշխատում, այդ վերջի այդ կուլմինացիոն պահին է լինում, առհասարակ իմ կարծիքը, չգիտեմ ոնց կընդունի հասարակությունը, տեսեք, ընտրությունների հետ կապում են այս ժամանակահատվածից այն մարդիկ, ովքեր ավելի շատ քաղաքականացված կյանքով են ապրում, օրինակ այն մարդիկ, ովքեր որ հիմնականում իրենց բիզնեսով են, իրենց առօրյա կյանքով են, առհասարակ այդքան լուրջ ազդեցություն չի տալիս իրենց կյանքում։ Կան մարդիկ, ովքեր այս կամ այն քաղաքական թիմի ծրագրերի հետ կապված պլաններ են ունենում, երբ որ մտածում են, որ այդ թիմը կգա իշխանության կամ կմնա այս թիմը իշխանության եւ այդ ծրագրով նախատեսված ինքն էլ ունի իր պլանները, եւ որոշակի հաշվարկներ են անում։ Եթե վերլուծենք անշարժ գույքի շուկան 2018 թվականից սկսած, ինչն է փոխվել եւ ինչ տենդենս ունենք մենք, այսինքն ավելի շատ տեսնում ենք ներդրումներ Հայաստանի անշարժ գույքի շուկայում, թե հակառակը ավելի շատ մարդիկ փորձում են գնալ, ինչ վիճակ ունենք։ Տեսեք, առհասարակ Հայաստանի անկախության պատմության մեջ անշարժ գույքի շուկան ամեն տարի աճ է գրանցել։ Այսինքն թե գործարքների քանակով եղել են տարիներ, որ քիչ բան ա եղել, կրիզիս ա եղել, օրինակ համաշխարհային տնտեսական որոշակի ազդեցություններ, պատերազմներն են ազդում տարածաշրջանում կամ գլոբալ մեծ, ասենք, գերտերությունների լարվածության ֆոնին տարբեր ազդեցություններ ունեն, բայց մեծ հաշվով, եթե համեմատենք, ամեն տարի անշարժ գույքի արժեքներն են թանկանում, անշարժ գույքի մասով պահանջարկն է մեծանում եւ անշարժ գույքի ոլորտը համարվում են ամենահուսալի ներդրումների մեկը, որտեղ կարելի է ներդրում անել եւ երկարաժամկետ
կապիտալի ավելի շուտ դեք ոնց տեսեք, քանի որ ինֆլյացիան գլոբալ աշխարհում արագ տեմպերով զարգանում է եւ հիմնականում մարդիկ ներդրում են անում ոսկու այդ թանկարժեք մետաղների մեջ եւ անշարժ գույք են, ու այս վերջերս արդեն սկսել են կրիպտոյի մեջ անել վերջի տարիներին, էլի։ Եթե դիտարկենք որպես ոչ ներդրումային ոլորտ, այլ բնակարան ձեռք բերելու, օրինակ հասարակության մոտ հաճախ հարց է առաջանում, թե ինչու պետք է դիմի անշարժ գույքի գործակալություններին, բրոկերներին։ Եվ կան տարբեր խոսակցություններ, որ ավելորդ գումարի ծախս է, այնա լիստեմ-ով օրինակ գովաց ստացվեց, բայց կմտնեն կամ այլ ինչ-որ հայտարարությունների կայքերով իրենց ցանկալի բնակարանը կգտնեն, կառնեն։ Ինչու պետք է դիմել բրոկերներին։ Տեսեք, ոչ մեկ չի ասել, որ պարտադիր է գործակալներին դիմել, ոնց որ դա ծառայություն է եւ բավականին թանկ ծառայություն է։ Անշարժ գույք ընտրելը դա շատ լուրջ աշխատանք է, որովհետեւ շատ մարդկանց համար, տեսեք, դա իրենց կյանքի երևի ամենամեծ ներդրումն է դառնում։ Այդ մանավանդ հիմա որ տեսնում ենք անշարժ գույքի արժեքները եւ դա շատ կարեւոր որոշում է եւ շատերը դրան շատ լուրջ պատասխանատվությամբ են մոտենում եւ ուզում են չսխալվեն։ Օրինակ գործակալներն էլ նույնիսկ չի որ բոլորը պրոֆեսիոնալ են, կան լավ գործակալներ, պրոֆեսիոնալ գործակալներ եւ բացի անշարժ գույք ընտրելուց նաեւ կա այդ գործարքի ուղեկցումը։ Իսկն իրավաբանական կտորը երբ միջև վերջ գործարքը փակվում է, բոլոր կողմերը ամեն մեկը կարծես թե ավարտում է իր նպատակը ինչ որ դրել է, օրինակ վաճառողը վաճառում է, իր գումարը ստանում է, գնորդը գումարը փոխանցում է, իր անշարժ գույքը ստանում է իր անունը։ Դա մի հատ ճանապարհ է, որը որ քաղաքացիները ցանկանում են քիչ ավելի ապահով անցնեն։ Ուղղակի մի հատ խնդիր կա այդ ճանապարհին, որ օրինակ տեսեք միջև նախորդ տարի ոչ միտեղ սահմանված չէր անշարժ գույքի գործակալի, ռիելտորի, միջազգային տերմինով պատասխանատվության զոնա եւ որ քաղաքացիները երբ որ ընտրում էին մասնագետ կամ պետք է խորհրդով ինչ-որ ընկերոջից ճշտեին ավելի փորձառու մասնագետի եւ ծառայություններ իրենցից գնային, այստեղ խնդիրը նա էր որ ոչ մի տեղ գրանցված էլ չէր, օրինակ երբ որ մենք վաճառում ենք, ենթադրենք ես իմ բնակարանը, հայտարարություն եմ տալիս համացանցում կամ ինչ-որ այլ հարթակում եւ ինձ զանգում են գործակալներ, ներկայանում են մարդիկ, ովքեր գործակալ են, ես ոչ կարող եմ իրենց հավատալ, ոչ էլ ինչ-որ աղբյուր չկար էլի ստուգելու, թե այդ մարդիկ գործակալ են արդյոք թե չէ։ Եվ դրա համար անցած տարի եղավ ընդունվեց ազգային ժողովի երկրորդ առաջ եւ երկրորդ ընթացմամբ ռիելտորների մասին օրենքը, որի նախաձեռնողը կառավարությունն է եւ լիազոր մարմինը կադաստրի կոմիտեն։ Այդ օրենքի մասով էլ մենք ահագին փորձեցինք աշխատենք կադաստրի կոմիտեի հետ, տարբեր հանդիպումներ եղավ, տարբեր ֆորմատի, նույնիսկ բանավեճ հեռուստաեթերում ազգային ժողովում քննարկումներ, նույն կադաստրի կոմիտեում եւ որոշակի փոփոխություններ եղավ, մենք ասելով ի նկատի ունեմ մեր անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան եւ իմ գործընկերները եւ բավականին մեծ փոփոխություններ ազդեց այդ օրենքի ավելի կիրառելի դարձնելու վրա եւ կարծում եմ ժամանակի ընթացքում այդ օրենքը ուժի մեջ է մտնում 27 թվականից արդեն աշխատանքի մեջ կունենանք նորմալ օրենք նախադեպերի հիման վրա հետագայում եւ այս ոլորտում էլ որոշակի կարգուկանոն կլինի ես ասում եի պրոֆեսիոնալության մասին, բայց նաեւ կար որոշակի անբարեխիղճ մրցակցություն, որովհետեւ այն ընկերությունները, ովքեր օֆիցիալ աշխատում էին, հարկեր էին վճարում, իրանք միշտ անբարեխիղճ մրցակցության մեջ էին այն մարդկանց հետ, ովքեր հարկեր չէին վճարում, գրանցված չէին, հիմա շատ անհատներ կան, անկեղծ, որ ոչ միտեղ գրանցված չեն, նույնիսկ անաձեռներես չունեն եւ գործունեություն են ծավալում, շուտով դա էլ կարծում կարգավորվի եւ կունենանք նորմալ միջազգային ստանդարտների համապատասխան ոլորտ եւ քաղաքացիներն էլ որ արդեն ծառայություն պատվիրեն կստանան կարծում նորմալ ծառայություն, հետո այն մարդկանց հետ կաշխատեն, ովքեր պատասխանատվություն ունեն այս աշխատանքի հանդեպ եւ հանրության հանդեպ։ Մի փոքր խոսենք անշարժ գույքի գներից։
Երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ նույն հատվածում, օրինակ արաբկիրում, նորակառույցների գները էականորեն տարբերվում են, հա, ավելի հին շենքերի գներից, անշարժ գույքի, թե ներդրումային, թե որպես բնակարան բնակվելու տեսանկյունից, այն ինչպես է գնահատում, մարդը ցանկանում է գնել անշարժ գույք, ինչ առավելություններ ունի նորակառույցը, բացի նրանից, որ նոր շենք է, ուրիշ ինչ առավելություններ ունի եւ ինչու պետք է նա կրկնակի ավել վճարի, եթե օրինակ բնակվելու համար է գնում, այլ ոչ թե որպես ներդրում։ Տես Անի ջան, օրինակ երկրորդային շուկայի հին բնակֆոնդում մարդիկ կան, որ նախընտրում են տեղ են առնում, որտեղ արդեն իսկ պատրաստի շենքում են բնակարան գնում, իսկ նոր շենքերին նախապատմություն են տալի մի քանի պատճառով։ Նախ առաջի պատճառը դա պետական սուբսիդավորվող հիպոթեքներ, եկամտահարկի վերադարձի մասին օրենքը, որ գործում էր, արդեն չնայած դուրս է եկել։ Այդ էր։ Երկրորդը, որ նոր կառուցված կոմունիկացիաներ են, այսինքն հին բնակֆոնդը կառուցվել էր անցած դարում եւ հիմնականում կառուցված էր անցած դարում մարդու պահանջմունքների հիման վրա։ Նոր բնակֆոնդը հիմնականում կառուցվում է արդեն 21-րդ դարի մարդու պահանջմունքները գոնե որոշակի բավարարելու համար։ Օրինակ, եթե նկատենք, հին բնակֆոնդի շենքերում ավտոկայանտեղի նախատեսված չի։ Բակում ինչքան տեղ եղավ, այդքան կանգնում են, չէ՞, բայց այն ժամանակահատվածում մարդիկ քիչ մեքենաներ ունեին եւ դրա կարիքը չկար։ Եվ տարբեր ստանդարտներ կան այդպիսի, օրինակ նույն օդափոխության ստանդարտներն են փոխվել տարիների ընթացքում։ Ջեռուցման միասնական համակարգեր, շենքեր կան, որ տարբեր ծառայություններ ունեն։ Մարդիկ նախապատմություն են տալի, նախընտրում են նմանատիպ շենքերում գույք գնել, եւ նաեւ ինչու՞ չէ, որ նոր են, նոր կոնստրուկցիա, օրինակ նրանք քարից են, սրանք կամ պանելային, այս նոր կառուցվող շենքերը մոնոլիթ, երկաթբետոնե կարկասով են, տարբեր տեսակի փորձաքննություններ են անցնում։ Լինում են որտեղ երբ նշեցիր նույն փորձաքննությունների մասով, մինչ օրս էլ հասարակության մոտ կա թերահավատություն, որ նորակառույցները անորակ են, վատ նյութերով են պատրաստվում, սեյսմակայուն չեն, դու երկար տարիներ ոլորտում ես, մենք ունենք նման խնդիր, այսինքն հնարավոր է կառուցվի շենք, որը օրինակ սեյսմակայուն չէ եւ հանձնվի շահագործման։ Տեսեք ոնց է։ Առնչվել ես նման խնդրի հետ։ Հա, սեյսմակայունության մասով գրեթե բոլոր շենքերն էլ ունեն տարբեր անցնում են տարբեր փորձաքննություններ։ Նույն այդ ամրանները, արմատուրաները, բետոնը, տարբեր լաբորատոր փորձաքննություններ են անցնում շենքի կառուցապատման տարբեր փուլերում։ Նույնիսկ ամեն հարկը բարձրանալուց այդ ամրանները եւ այդ բետոնից նմուշներ են վերցվում, ստուգվում է դրա ամրությունը կամ որակը, կարող ճիշտ տերմիններով չասեմ, նոր արվում է այդ։ Ես նույնիսկ դեպքեր գիտեմ, երբ որ շինարարը ամրանները պատվիրել էր, բերել էին, ստուգել էին, դա ճկվում է, ճաքում է, ամբողջ պարծյան հետ էին ուղարկել լաբորատորիայից այդ փորձանմուշը ստանալուց հետո։ Այսինքն տեսեք, նույն այդ մասով չեմ բացառում, որ կարան թերություններ լինեն, բայց դրանք շտկելի կլինեն։ Օրինակ, դա ասեմ ինչից է գալիս շատը, ասեք բազմաթիվ քաղաքաշինական նախագծեր կան, որ հանձնվել են եւ հանձնվելու են կամ հանձնվում են հենց այս պահին։ Եթե ուսումնասիրենք ժամանակացույցով վերջի տարիներին, կարող ենք մատերի վրա հաշվել մի քանի նախագիծ, որտեղ որ թերություններ են եղել եւ քաղաքացիները բարձրաձայնել են, որ իրենց իրավունքն է, իրավունք ունեն, եւ այն նախագծերը, որոնք որ առանց թերությունների հանձնվել են, դրանց մասին շատ քիչ է խոսվում։ Այսինքն եթե պատկերացնենք հանձնվել է օրինակ պայմանական 100 քաղաքաշինական նախագիծ, որից 4-ում է խնդիր եղել։ Բայց այդ 4-ի խնդիրները այն տիպի այն աղմուկի ներքո են ներկայացվել, որ շատերի մոտ կարծիք է կազմում, որ բոլոր նորակառույցները այդպիսին են։ Դե կա նման մոտեցում եւ ինչու եմ հենց քեզ հարցնում այդ մասին, օրինակ եթե դու հաճախորդ ունենաս, անկեղծ իմանաս, որ տվյալ նորակառույցը խնդիր ունի, կասես հաճախորդին այդ մասին։ Ովքեր ինչ ճանաչում են, տարիներ շարունակ գործունեություն եմ ծավալել ոլորտում, ես միշտ փորձել եմ անկեղծ լինեմ եւ դա ռիելտորի գործի մեջ ամենակարևոր առանձնահատկություններից է, որտեղ մեր գործը հիմնված է վստահության վրա հիմնականում։ Օրինակ մարդիկ ինչու են դիմում ռիելտորին, որտեղ հավատում են, որ ինքը ճշգրիտ ինֆորմացիա կտա, այսինքն ծառայություն գնելով
realtor-ի ծառայությունները դարձում են իր ներկայացուցիչը ոլորտում, շուկայում։ Օրինակ, մենք էլ փորձ ունենք։ Ես այս ծառայություն մատուցել եմ եւ Գիտեմ, ես շատ գոհ եմ։ Շնորհակալ եմ։ Հիշում եք, երբ որ ես այս ծառայությունն եմ մատուցում, ես ձեր համար բնակարաններ էի ընտրում եւ դուք վստահում եք ինձ եւ ցանկացած ինֆորմացիա, որ ասում էի այդ գույքերի վերաբերյալ, դուք դա ընդունում եք եւ վստահության փոխադարձ վստահության վրա էր հիմնված մեր համագործակցությունը եւ նույնիսկ գույքեր կային, որ խորհուրդ չէի տալի եւ հիմնավորում էի ինչի համար։ Տեսեք ինչու նախնդիրը, օրինակ նույն այդ լավ կամ վատ շենքեր, օրինակ այս վերջում չէ, հիմնականում այն շենքերը, որտեղ որ թերություններ են լինում, մասնակի թերություններ։ Տեսեք, օրինակ մի նախագիծը, որ կառուցվում է, տարբեր էտապներ ունի։ Դա, ասենք, երկաթբետոնե կարկասի էտապն է, հետո ներքին պատերը, արտաքին պատերն է շարում, հետո սկսում է ջերմամեկուսացման փուլը, հետո երեսպատման ու մեջի ինժեներիայի փուլը։ Օրինակ, պատկերացեք շենքից այդ սալիկներից մի քանի հատ թափվում է։ Լավ 20 հատ է թափվում։ Թերացել է այդ սալիկապատումը անող ընկերությունը։ Նա էլ ծառայություն է մատուցել կառուցապատողին։ Եվ սալիկները փակցնելու ժամանակ դա նորմալ փակցված է եղել։ Անցել է ընդհանրենք 6 ամիս եւ սկսել են որոշները թափվել։ Բայց դա ներկայացնում է, որ այդ ամբողջ նախագիծը շատ վատն է, պատկերացնում եք, եւ դա երբեք չի բխել այդ շենքում գույք գնաց քաղաքացու շահից։ Եթե նայում ենք վիզուալը, այդ քաղաքացու շահերն է պաշտպանվում։ Բայց այդ աղմուկը, որ բարձրացվում է այդ պրոյեկտի շուրջ, գույքը գնային առումով անդում է։ Իհարկե, այդ ամբողջ շենքի բնակարանների կապիտալիզացիայի վրա է ազդում, որոշակի ժամանակ հետո այդ խնդիրները շտկվում են։ Օրինակ լավագույն տարբերակը դա փաստաբան վարձելն է, իրավաբան վարձելն է եւ իրավական process սկսելն է, այս պայմանագրի ոնց պետք է հանձնվել ու ոնց է հանձնվել եւ դրա շտկումների հետևից գնալը։ Իսկ որոշ դեպքերում դա այն տիպի է հանրայնացվում, որ հենց այդ շենքը այնպես է արժեզրկվում, օրինակ 6 ամիս, 7 ամիս հետո ընդհանրենք ինչ-որ process-ների հիման վրա այդ խնդիրը լուծվում է, եւ հետո այդ քաղաքացիները շենքում բնակարան ունեցող խնդիր են ունենում, տարիներ հետո ուզում են վաճառել, բայց արդեն մարդկանց ենթագիտակցության մեջ տպվել է, որ այդ շենքը շատ վատ, ուղղակի սալիկա պոկվե, կամ այդ խողովակա պայթե ցրտից, որը չէր օգտագործվում, բնական է, որ մեջը ջուր լինի, պայթի կամ ինչ-որ մեկը սխալ է շահագործել իրան, կամ հենց նույն կառուցապատողի մեղքով է, բայց դա չի նշանակում, որ այդ ամբողջ շենքը վատը կառուցվել, դա ուղղակի թերություն է, որը կարելի է ու անթերի բան չկա, մի հատ լավ օրինակ, բերեմ ջան, օրինակ նույն գերմանացի ինժեներները աշխարհում հայտնի են որպես աշխարհի լավագույն մասնագետներ, չէ, օրինակ ինժեներական լուծումները ամենալավն են, բայց հենց նույն գերմանական մեքենաները լինում է, որ գործանից գայս են, որոշակի ամիսներ հետո խնդիր է առաջանում։ Չէ, լսել եք։ Յուրաքանչյուր եւ գնում են այդ սերվիսը ուղղում են։ Դա դուշ չկա, որ այդ ընկերությունը շատ վատն է, օքեյ, անթերի ոչի բան չկա, կարա լինի խնդիր եւ այդ խնդիրը շտկվի։ Կախված է թե ոնց են մոտենում այդ հարցին, էլ։ Էլ ինչն է ազդում անշարժ գույքի գնի վրա։ Տեսեք, տարբեր գործոններ կան, անջան, օրինակ նույն երկրում ընդհանուր մարդկանց տրամադրվածությունը, օրինակ ազդում է քաղաքական գլոբալ քաղաքական, այսինքն օրինակ մեր պետության հարաբերությունները մեր հարևանների հետ, պատերազմական վիճակը, օրինակ որքան շատ է լինում այդ պատերազմի սպառնալիքը, այնքան անշարժ գույքի այդ երկրում անշարժ գույք ձեռք բերելու մոտիվացիան կորում է։ Հետո նույն երկրում հարկային դաշտը, հարկային արտոնությունները, թե այդ մասով մեզ մոտ ինչ վիճակ է, բարենպաստ վիճակ է, թե խնդիրներ կան։ Տեսեք, այդ ուղղությամբ իրականում աշխատանքներ տարվում են, օրինակ տեսեք, բազմաթիվ երկրներ իրենց երկրի անշարժ գույքը բրենդավորում են եւ միջազգային շուկայում ներկայացնում են։ Օրինակ նույն մեր հարևան Վրաստանը, բարձ օրինակ է, որտեղ իրենք անշարժ գույքը վաճառելու հետ մեկտեղ նաև արտոնություններ են վաճառում։ Նույն արաբական այդ էմիրություններում, Կիպրոսում,
եվրոպական տարբեր երկրներ, նույն Հունաստանում, Այսինքն գնիր անշարժ գույք եւ ստացիր այսինչ առավելությունը կամ արտոնությունը։ Չեմ սխալվում, gold card ասում ով որ $2 միլիոն ներդրում կանի, չէ, կստանա gold card, այսինքն green card ոնց վերացնում են, ծախում են։ Այսինքն մեր մոտ էլ կա այդ process-ը, քննարկումներ կա, եթե չեմ սխալվում, կանցապատողների ասոցիացիայի հետ քննարկում, նաև մեր ասոցիացիայից գործընկերներ կան, որ մասնակցում են այդ քննարկումներին, պետական տարբեր գերատեսչությունների հետ, եւ կարելի է այդ ուղղությունները զարգացնել։ Օրինակ շատերից եմ կարծիք լսել, բա ով պետք է գա Հայաստանում ինչ-որ արտոնություն ստանա։ Իրականում տարբեր արտոնություններ կան մեր երկրում, որոնք մենք չենք նկատում, բայց մարդիկ կան օգտվում են։ Օրինակ տեսեք, մենք ունենք արտասահմանցի ուսանողներ Հայաստանում, հնդիկ ուսանողներ ունենք, այլ տարբեր երկրներից կան, օրինակ Իսրայելից բազմաթիվ կային, արաբներ էին գալիս այդտեղ, այս հայ բուսակում էին սովորում, բժշկականում էին սովորում։ Իրանք ինչքան գիտեմ, իրանց համար ուսումնաբարձը ավելի բարձր է, քան մեր քաղաքացիների։ Օրինակ իրանք էլ երբ որ բուժ ծառայությունից օգտվում են, այն գներով չեն օգտվում Հայաստանում, ինչ որ մենք ենք էլի օգտվում։ Ինչքան գիտեմ, ամեն դեպքում օրինակ իրենց կարելի է տարբեր օրինակ նույն կրթական վճարի մասով արտոնություն տալ, կացության թուղթ վաճառել դրա հետ որոշակի ժամկետով այն մարդկանց, ովքեր ներդրում կանեն անշարժ գույքի մեջ կամ առհասարակ ներդրում կանեն Հայաստանում։ Այսինքն պետք է տարբեր կերպ այդ արտոնությունները վաճառես եւ փող բերես քո երկիր։ Գովազդես քո երկրի անշարժ գույքը։ Օրինակ այս վերջի տարիներին բավականին մեծ տենդենց կա մեր մոտ տարբեր միջազգային բրենդներ ներդրումներ են անում կամ դրանց ֆրանչիզաներ են առնում։ Օրինակ, չգիտեմ, անունները ասեմ, օրինակ նույն Kempinski-ն, Wyndham-ը եւ տարբեր նմանատիպ պրոյեկտներ կան Հայաստանում, այնտեղ Pullman-ը, այդ բրենդերի ներքո պրոյեկտներ են կառուցում, օրինակ նույն միջազգային գնորդների համար արդեն Հայաստան եւ այդ բրենդը կա, այդ բրենդի շենքում իրանք պատրաստ են տուն, որտեղ վստահում են այդ բրենդին, կառավարելու այդ բրենդը։ Մենք խոսեցինք ազդեցություններից, այ օրինակ հիմա Իրանի դեմ այդ պատերազմական գործողությունները վերսկսվում են, դա ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա։ Տեսեք, նմանատիպ դեպք ունեցել ենք ռուս-ուկրաինական պատերազմին, բայց գները բարձրացավ այն ժամանակ։ Միջև այդ նման փորձ չունեինք եւ մեր ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կարող է մի անգամից մեկ շաբաթվա մեջ կամ մեկ ամսվա մեջ Հայաստանի Հանրապետություն 100,000 եւ ավել մարդ կա։ Այդ ռուս-ուկրաինականն երկու հոսք եղավ, դե գիշեր, երբ որ նոր սկսեց պատերազմը եւ այդ SWIFT-ից բանից իրենց անջատեցին, հիմնականում այդ IT ոլորտի եւ լոգիստիկայի ոլորտի մարդիկ էին ու փոխանցումները դրսի հետ էր։ Բայց երևի տարբերությունը այլ է, չէ՞, այստեղ մենք ավելի շատ կունենանք կանխատեսելիորեն փախստականների հոսք։ Իհարկե, սա հասնենք դրան։ Երկրորդ հոսքը, որ եղավ, առաջինից տարբերվում էր։ Այդ արդեն այդ մոբիլիզացիայի հոսքներ, որտեղ այն հոսքը, որ եկավ Վահագին շատ գումարներ ունեին, մեծ բարձրացող աշխատավարձ ունեին։ Այդ ժամանակ այդ մարդիկ եկան վարձակալության շուկայի արժեքները բավականին բարձր։ Երկրորդ հոսքի ժամանակ այն մարդիկ էին, ովքեր մոբիլիզացիայից էին դերից գալիս եւ բազմաթիվ հայեր եկային Ռուսաստանի քաղաքացի եւ լիքը ռուսներ։ Այդ ժամանակ մի քիչ ավելի քիչ ֆինանս ունեցող հայերը, ովքեր որ գայս այն նախընտրում էին գույք գնել, ռուսներից եկային, որ գույք էին գնում, բայց իրանք հիմնականում ժամանակավոր են, որովհետեւ չէին պատկերացնում, որ երկրում վերջնական կհաստատվեն, ովքեր վերջնական մնացին, ավելի երկար տեղ պլաններ ունեցան ստեղ, գույք գնեցին։ Այդ ժամանակ մի քիչ այլ ազդեցություն ունեցավ, էլի վարձակալության շուկան տաքացավ, գները բարձրացան եւ հիմնական խնդրեմը մեր համար, տեսեք ոնց է, լավ էր, որ այդ վարձերը տասին մեր քաղաքացիներին, այսինքն այդ փողը մեր քաղաքացուն տալը մտնում էր մեր տնտեսության մեջ, այդ քաղաքացին ծախսում էր բաներ անում։ Իսկ վատ էֆեկտը այն էր, որ մեր քաղաքացիները, ովքեր վարձակալությամբ ապրում էին, իրանք շատ մեծ դժվարություններ էին ունենում։ Իրանց վրա էլ անդրադարձավ։ Հա, բայց տեսեք, որոշ դեպքերում հենց ուղղակի իրենց մեղքով, որովհետև հիմնականում բնականները վարձակալուց խոսքով պայմանավորված էր եւ պայմանագրեր չկային եւ այն սեփականատերերը, ովքեր տեսնում են, ենթադրենք 3-4 անգամ ավել արժեքով կարան իրենց տունը վարձակալության հանձնեն, որ ժամանակին
ասում են այտենց տնավարի ասեմ որ ախպեր ջան, ընկեր ջան, մենք խնդիր չունենք իրար հետ ինչ թուղթ, ինչ բան սենց։ Այդ նույն մարդիկ գայս են ասում են կներես տունը վաճառում եմ կամ վճարի ենթադրենք պայմանական 100,000 տեղը 300 կամ 400,000 կամ դուրս արի մի շաբաթ ժամանակ կամ 2 օր ժամանակ ես այս տունը ուրիշին եմ հասնում։ Բայց մենք տեսանք չէ որ հետո ինչ եղավ, այսինքն երբ որ գնաց այդ հոսքը Հայաստանից, ամեն դեպքում մեծ մասը վարձակալության շուկան վերադարձավ նորից իր ելման դիրքերը։ Կարելի ասել հենց չեկավ իր ելման դիրքերը, եկավ այն գներին, որը որ կանխատեսվում էր, հա որ միջև այդ կգար։ Եվ այդ ժամանակ խնդիր էր մեր քաղաքացիների համար, ովքեր դուսն էին մնում բան, եւ նույնիսկ պետությունն էլ չուներ լծակներ այդ դրա վրա ազդեցություն ունենալու։ Մենք քննարկում ունեցել ենք այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, էկոնոմիկայի նախարարությունում, եւ ոնց կարելի է տենց անել։ Եթե չունի պայմանագիր մարդը մյուսի հետ, այն մեկը ոչ մի պարտավորություն չունի վարձակալի հետ եւ հանկիստ ուսը էին հանում։ Եթե մարդիկ ունենան պայմանագիր, օրինակ ես այդ ժամանակ ահագին ուսումնասիրում էի միջազգային փորձը, ոնց այդ պայմանագիրը։ Այ կներես, այստեղ մի բան հասկանանք, պայմանագրի պարագայում, որովհետև մարդիկ հիմնականում վարձակալը չի կնքում պայմանագիր, քանի որ մտածում է, որ հարկը ինքը պետք է վճարի, դա ավելացնում է վարձավճարը։ Ով պետք է վճարի այդ հարկը։ Տեսեք, երբ որ ֆիզանձի հետ է կնքում պայմանագիր, դա սեփականատերն է վճարում այդ հարցը։ Երբ որ իրավաբանական անձն է վարձում ֆիզանձից, այդ ժամանակ իրավաբանական անձն է վճարում այդ հարկային պարտավորությունը։ Հիմա միանշանակ, օքեյ, այդ մարդիկ կան, որ խուսափում են այդ հարկը վճարելուց։ Ես միշտ հորդորում եմ այն մարդկանց, ովքեր այդ ուղղությունն են բռնել, ասում եք գնացեք օրինական դաշտ, ձեր հարաբերությունները օրինականացեք, նայեք, պայմանագիրը բխում է համ սեփականատիրոջ շահերից, համ վարձակալի։ Օրինակ, երբ որ վարձակալի հետ սեփականատերը չի ունենում, գույքային վնասներ է կրում, էլի շատ բարդ է այդ գույքային վնասները փոխհատուցում ստանալ, երբ որ գոյություն չունի պայմանագիր։ Բացի գույքային վնասներից լինում է, որ կոմունալ վճարները վճարած չեն լինում, ահագին պարտքեր են հավաքում գնում են։ Իսկ վարձակալի մասով շատ լավ է, որ տեսեք, եթե պայմանագրով խիստ սահմանված է, որ չի կարա վարձակալության արժեքը բարձրանա կամ պայմանագիրը չի կարա այսքան ժամանակահատվածում լուծարել կամ լուծարվելուց գոնե այսքան օրինակ 6 ամիս կամ 3 ամիս պետք է ժամանակ տան մարդուն տունը ազատելու համար եւ դա արվում է ոչ թե ասենք ինչ-որ սիրողական մակարդակի վրա պայմանագիրելով, այլ այդ պայմանագիրը անում են իրավաբանի միջոցով։ Մեր մոտ շատ քչերն են այդ ուղին բռնում, բայց այդ պահին իրավաբանական ծառայություն գնել իրավաբանից, չգիտեմ, մոտավորապես եմ ասում, 20-30 հազար դրամ վճարել, որպեսզի քո համար քո շահերից բխող պայմանագիր ստեղծեն, դրա էֆեկտը հետո է երևում, մի տարի հետո, 6 ամիս հետո, երբ որ նման իրավիճակ է լինում եւ բոլորին բնականից հանում են տներից եւ դու խնդիր չես ունենում։ Ես օրինակ նախադեպ գիտեմ, երբ որ մարդը վարձել էր բնակարան սեփականատիրոջից, բնական չէ, կոմերցիոն տարածք սեփականատիրոջից պայմանավորվել էին, որ այդ պայմանագրով քիչ են գրում։ Դա շատ հին բան է, էլի, նույնիսկ տեղ հիմա իրավական ոչ մի process չեն եկել, ասեմ 10 տարվա բան եմ ասում։ Ասենք վարձակալին ենթադրենք այդ արժեքը 400,000 էր, բայց գրել էին 100,000 դրամ, պայմանավոր ու ասենք 3 կամ 4 տարով էր սահմանված ու տես լրիվ նույնիսկ պետական գրանցում է ստացել, վկայական էին ստացել այդ բանի համար եւ առաջի 4 ամիսը վարձակալը վճարել էր 100,000 փոխանցումով 300,000 կանխիկ, հետո ասել էր ես մենակ այդ 100,000-ն եմ փոխանցում։ Սեփականատերը չէր կարող այդքան տարի այդ մարդկանց հանել այդ բան տարածքից։ Դատական process էին սկսել, բան էին արել, ահագին այդ մարդը էլի ամեն ամիս պարտա ճանաչտանում էր 100,000-ը փոխանցում էր ու մնում էր այդտեղ։ Հիմա եթե կա այդ իրավիճակը, նույնը կարա լինի բնական, բայց ոչ թե տենց նման ինչ-որ ձևեր, օրինակ ես վարձեցի X մարդուց 200,000 դրամ բնակարանը, գնում եմ օրինական պայմանագիրը կնքում եմ, ուրեմն պետական գրանցում եմ ստանում, ինձ ոչ մեկ իրավունք չունի այդ տան դուռը նույնիսկ գացեցի ինձ անհանգստացնի։ Դու նաև նշեցիր, որ ռիելտորների ասոցիացիա գոյություն ունի, ինչով է զբաղվում, ինչ է անում։ Տեսեք, կոչվում է անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիա,
արդեն 2 տարի է ՀԿ-ն կա, գոյություն ունի եւ մոտ 20 ընկերություն կա, ովքեր անդամակցում են ասոցիացիային ու հիմնականում ասոցիացիայի դերը դա շուկայի 3 առաքելություն ունի. կրթություն, գործակալների միջև համագործակցություն եւ շուկայի միջազգայնացում, նաեւ պետության հետ ոլորտին վերաբերվող օրենքների եւ փոխադարձ կապը ապահովելու ոնց որ բանա օղակա փոխադարձ կապը ապահովող օղակա հանդիսանում ասոցիացիան ունենք տարբեր ծրագրեր, տարբեր միջոցառումներ, դասընթացներ, միջազգային մասնագետներ են հրավիրում արտասահմանից հետո տեսեք մեր դա հիմնականում հիմնված է միջազգային փորձի վրա, օրինակ զարգացած երկրներում, նույն ԱՄՆ-ում, Կանադայում ասոցիացիան շատ մեծ դեր է խաղում անշարժույթի շուկայում։ Նա զբաղվում է կրթությամբ, գործակալների համագործակցությունն է ապահովում, օրինակ ասոցիացիան տեղի ունի MLS, մենք էլ ենք ստեղծել MLS համակարգ, որ ցանկացած գործակալ, ով ունի վաճառքի գույք, էքսկլյուզիվ, բացառիկ իրավունքով կարողանում է այդ գույքի ինֆորմացիայով կիսվել մնացած գործընկերների հետ եւ գործընկերները երբ որ գնորդ են ունենում գալիս է միասին վաճառում են դա նաեւ արդյունավետ է լինում շուկայի համար թե նույն սպառողների համար որովհետեւ իրենք գույքը տալով մի մարդու հետ են գործ ունենում եւ ինքը աշխատում է մնացած շուկայի աշխատող գործակալների հետ այս մարդը պահում է իր շահերը մյուս գործընկերները երբ որ գնորդ են բերում, այդ գնորդ բերողն է իր հաճախորդի շահերն է պահում եւ հիմնականում վերջում գործակալներն են իրար հետ բանակցում եւ բոլոր ամեն մեկը ունենում է իր ներկայացում դատանում ամեն կողմ ունի իր փաստաբանը, իր իրավաբանը, նույնն էլ էս ձև լինում եւ հիմնականում այս տարիների ընթացքում բավականին ակտիվ ենք եղել, օրինակ նույն հարկային բարեփոխումների ժամանակ, երբ որ շրջարկով աշխատող ընկերությունները գնում էին ավելացված արժեքի հարկ ցանկում կար նաև մեր գործունեությունը մենք այդ մասով գործակալների միության հետ համագործակցեցինք քննարկումներ ունեցանք ազգային ժողովում տնտեսական հանձնաժողովի կազմակերպած լսումներին մասնակցեցինք օրինակ մեր ոլորտը դուրս եկավ Փաստացի ասոցիացիան ազդեցություն ունեցավ, որ այսօր մեր բազմաթիվ գործընկերներ շրջարկի դաշտում են աշխատում, այլ անցած տարվանից պետք է գնային ավելացված արժեքի հարկով աշխատեին։ Իսկ կարող է օրինակ ասոցիացիան ազդեցություն ունենալ եւ կենտրոնում անշարժ գույքի վարձակալության գները մի փոքր նվազեն։ Չի կարող։ Տեսեք, այդ շուկան շատերն են հարցնում, օրինակ պետությունը կամ գործակալները, տեսեք, դա ազատ շուկա է։ Սեփականատերերը իրենք են որոշում, եթե իրենք հանկարծ ստացվի որ թանկ են հանձնում վարձակալությամբ, բնականաբար եթե դա արդյունավետ չի այդ գներով բիզնես դնելը, այդ տարածքում կոնկրետ։ Դե փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ չի, երբ մի տարածքում մի 5-10 տարվա կտրվածքով տարբեր կազմակերպություններ են բացվում, փակվում։ Դե ամեն դեպքում հետո որ դա հանձնվում է այդ տարածքը, մեկ այլ մարդ վերցնում է 5-10 տարին, 3, 4, 5 տարին չեմ կարծում, որ ազդա կա, որ այդտեղ ոչ մի բիզնես չի ստացվում։ Չէ, այսինքն 5 տարում կարա 10 բիզնես բացվի եւ փակվի։ Ակնհայտ է, որ Երևանի կենտրոնի վարձակալության գները շատ բարձր են։ Օրինակ որոշ դեպքերում Անի ջան, օրինակ տեսեք, իր կողքի տարածքը, որը ինչ որ մի օրինակ ունեք, կարծում եմ, հնարավոր է 15-20 տարի այդ տարածքը վարձակալությամբ տված է մի բիզնես է տեղ մնում, չէ՞։ Շատ բիզնեսներ գիտեն կենտրոնում, որ տարի ինչ հիշում ենք այդ շենքերը, այդ բիզնեսը տարածքում վարձակալությամբ է, սեփական չի։ Այստեղ արդեն այդ սեփականատիրոջ մոտեցումից է գալիս, չէ՞ որ դա էլ է ներդրում։ Օրինակ ամեն անգամ տարածքը հանձնել վարձակալությամբ ազատվի եւ նորից հանձնել, դա որոշակի ժամանակ է տևում այդ process-ը, մյուսից մյուսին հանձնելու եւ այդ սեփականատերը այդ ժամանակահատվածը կորստում է եւ եկամուտներ չի ստանում։ Շատերը հոգնում են, տալիս են ավելի հարմար գնով բիզնեսին, որպեսզի երկարաժամկետ։ Այսինքն այդտեղ որոշում է միայն սեփականատերը, որևէ ազդեցություն չի կարող լինել։ Չէ, հանձնելուց ուղղակի պետքա ճիշտ պայմանագիր կնքել, որ ենթադրյալ որոշակի ժամանակ հետո որպեսզի այդ սեփականատերը ինչ-որ աստղաբաշխական գներով չբարձրացնի վարձակալության արժեքը եւ պայմանագիրը տեսեք ես տեսել եմ դեպքեր որ մարդիկ միլիոնավոր դրամների ներդրում են արել տարածք են վարձակալել տարածքի վրա ներդրում են արել բիզնես են բացել
բայց ափսոսացել են մի քիչ գումար տան, որ իրավաբանը իրենց համար պայմանագիր ստեղծի, որ այդ ռիսկերը, որոնք որ իրենք տեսնում են ապագայում, դրանք չեզոքացնի որոշակիորեն։ Չեն արել, անցել է ինչ-որ ժամանակ, օրինակ 1 կամ 2 տարի, սեփականատեր եկել, ասա կներես, բայց կրկնապատկում եմ վարձակալության արժեքը, այս մարդու բիզնեսի վրա լուրջ ազդեցություն է ունեցել, փակվել է։ Մենք այսօրվա մեր զրույցից հասկացանք, որ անշարժ գույքի հետ կապված կլինի գնել, վաճառել, վարձակալել, շատ կարևոր է, որպեսզի մարդիկ դա անեն մասնագետների ներգրավվածությամբ։ Այսինքն նույն գործակալը այս բaragայում ավելի པարզ բացատրած հանդիսանում է միջնորդ, ով օգնում է մարդկանց թե իրավաբանի հետ հարցերում, ավելի մասնագիտորեն ձևակերպել պայմանագիրը, թե գույքի որակի հետ կապված տեղեկատվություն է տրամադրում եւ գործակալներին դիմելու երևի թե բուն իմաստը հենց դա է, որ ապահովագրես քեզ ապագա ռիսկերից, նաեւ հետագա սխալներից։ Ինչ պետք է անի գործակալը, եթե մարդը չի ճանաչում, տվյալ գործակալին չի աշխատել երբևէ, որպեսզի մարդիկ ավելի շատ վստահություն սկսեն տածել գործակալների նկատմամբ, ինչ ես կարծում այս մասով ինչ կարելի է անել։ Տեսեք, կարծում եմ, այս օրենսդրական բարեփոխումները որ լինեն, եթե դա ճիշտ աշխատի, եւ նախադեպերի հիման վրա բնականաբար ցանկացած օրենք, որ նոր է ստեղծվում, նոր է շրջանառության մեջ դնում կիրառության մեջ, որոշակի խնդիրներ է առաջացնում եւ եթե դա սկսի նորմալ աշխատել, արդեն իսկ այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ դրանք կարող քիչ էլ լինեն, ուղղակի իրենց արածը շատ է տարածվում, տարածի մասին շատ են խոսում, չլինեն ոլորտում կամ փորձեն կրթվեն, գնան ավելի օրինական դաշտում աշխատեն, ժամանակի ընթացքում արդեն մարդկանց վերաբերմունքը կփոխվի այս բիզնեսի նկատմամբ եւ արդեն իսկ մարդիկ իմանան, որ այդ գործակալները ունեն որոշակի պատասխանատվության զոնա, կսկսեն այդ մասնագետներին, չնայած հիմա վստահում են շատերին, դա որոշակի դեպքեր են, որ նմանատիպ վատ փորձ են ունենում քաղաքացիները, կփոխվի այդ վերաբերմունքը։ Օրինակ, տեսեք, այսօր որ ես ձեզ հարցնեմ, ասեմ, Անի ջան, եթե իմ ծառայությունից դժգոհ լինեիք, ինչ եք անելու, որ պետական կառույցին եք դիմելու։ Ես օրինակ, ես լրագրող եմ, ես կարող եի բարձրացնել։ Բարձրացնել, բայց դրանով արդյոք իմ գործունեությունը կկասեցնի։ Իմ գործունեության վրա դա ազդեցություն զուտ ժամանակավոր կունենար, մարդկանց ինչ-որ մի զանգված կիմանար, որ ես լավ։ Այդ գլոբալ առումով հարցը չէր լուծվում։ Հա, իսկ հիմա եթե այս օրենքը ստեղծվեց, եթե ձեզ ինչ-որ մեկը վատ ծառայություն մատուցի, եւ դուք դրա մասի ոչ թե բարձրացնեք այլ համապատասխան կառույցին դիմեք ապացույցով, այդ մարդուն հնարավոր է գործունեությունը կասեցնել լիցենզիայից զրկել։ Եվ վերջին հարցը, անշարժ գույք հիմա արժի գնել, թե ավելի լավ է սպասել, արժի վաճառել, թե ավելի լավ է էլի սպասել։ Ինչ կանխատեսումներ կան։ Տեսեք, անշարժ գույք միշտ արժի գնել։ Անշարժ գույք անցած տարի գնացները այս տարի իրենց գույքի կապիտալիզացիան զգում են որոշակի որ բարձրել է անցած տարի գնաց մարդը վարձակալությամբ է հանձնել իր գույքը որոշակի եկամուտներ է ստացել գումարած որ իր գույքի արժեքը բարձրացել է եթե փողը ուղղակի պահելով այդ փողը արժեզրկվում է անշարժ գույքը գնում ես եւ սկսում է ամեն տարի թեկուզ քիչ բայց աճում է դա մինուսից վերև է էլի ամեն դեպքում Վաճառելու մասով Վաճառելու, տեսեք, տարբեր պատճառներ կան վաճառելու։ Մարդիկ կան վաճառում են իրենց կենցաղային պայմանները բարելավելու համար։ Մարդիկ կան վաճառում են մի քիչ ավելի փոքր կամ մի քիչ ավելի լոկացիայով հեռու գույք գնեն, որոշակի խնդիրներ ունեն լուծելու, դրա համար են վաճառում։ Ես շատ քչերին գիտեմ, որ անշարժ գույքը վաճառում են ու այդ գումարը ուղղակի ծախսում են։ Հիմնականում ինչ-որ մի բանի մեջ ներդրում է արվում, կամ շատացնում են, կամ փոքրացնում են մեկ այլ հարց լուծելով, որտեղ այլ տարբերակ չեն ունենում այդ խնդիրը լուծելու։ Այսինքն ամեն դեպքում կանխատեսվում է անշարժ գույքի գների աճ։ Անշարժ գույքի գների աճը տարեց տարի, դա անպայման չի մասնագետ լինես, ուղղակի կարող ես վիճակագրությունը կարդալ տարեց տարի եւ տեսնես, որ ամեն տարի բարձրանում է եւ եթե ինչ-որ կատաստրոֆաներ չլինեն պետության մեջ, բնականաբար դա շարունակվելու է։ Մենք ունենք Արցախյան պատերազմի փորձը եւ դրանից հետո էլի սկսեց շատանալ, ավելանալ անշարժ գույքի
պահանջարկը եւ գները սկսեցին բարձրանալ էլի, դա որոշակի ժամանակ սառեց պատերազմական այդ հատվածում, պատերազմից հետո մի քանի ամիս հետո, բայց երբ որ արդեն ամեն ինչ գայս է մարդկանց բնականոն կյանքը իր ռիթմին է գալիս, որոշակիորեն ու հետո տենց շարունակվում է, իսկ դա պահանջարկը էլի միշտ արդիական է լինում։ Շնորհակալ եմ Անդրանիկ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ Analytic Talk հաղորդման հովանավորն է FINAP հաշվապահական ընկերությունը։ Բաժանորդագրվեք անպայման մեր YouTube-յան էջին, մեկնաբանություններ գրեք, նշեք թե ում կուզեք տեսնեք, ինչ թեմաներից կուզեք զրուցենք, աջակցեք Analytic Talk հաղորդմանը Patreon համակարգի միջոցով, ինչպես նաև Donation Alerts համակարգի միջոցով, եւ նաև մեր նկարագրության մեջ նշված է, թե ինչ եղանակով կարող եք աջակցել մեր հաղորդմանը, որպեսզի մենք ունենանք շատ ավելի գեղեցիկ տաղավար, երկրորդ նախագիծը սկսենք։ Շնորհակալ եմ բոլոր աջակիցներին։ Մենք արդեն ունենք իդեպ Patreon-ում աջակիցներ, նաև Donation Alerts-ի միջոցով մարդիկ, ովքեր կատարում են մեզ նվիրատվություններ։ Շնորհակալ եմ, լավ եղեք, կհանդիպենք։